Իսկ բարոյական մարդ է արդյոք Ռուբեն Ռուբինյանը։ Շատ։ Պարոն Ռուբինյան, Ռոբերտ Ֆրանսիս Պրևոստին ճանաչում եք։ Անձամբ ոչ։ Բնականաբար, որովհետև պարոն Պրևոստը Հռոմի Լևոն 14-րդ պապն է, դա իր աշխարհի կանոնն է, բայց որևէ մեկը իրան չի դիմում աշխարհի կանոնով, որովհետև հոգևորականին դիմում են, ոչ ավազանի։ Իսկ ինքը զավակ ունի, ներեցեք չդիմացա։ Եթե ծանոթ լինեք, այդ հարցը պարոն Պրևոստի հետ կարող էիք քննարկել։ Երեք այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը սպառնաց ընդդիմադիր քաղաքական գործիչներին, սպառնաց բանտարկել, ունեզրկել, անթաքույց հրահանգներ տվեց դատական համակարգին։ Մոտարապես sense ինչ ուզում եք արեք, բայց այդ մարդիկ պետքա նստեն, պետքա փակեք, թե չէ ձեռիցս չեք բրծնի։ Դա արվում էր խիստ անթաքույց, հրահանգներ իրավապահ համակարգին եւ բացարձակապես կարևոր չէ, թե ինչ է ասում սահմանադրությունը, որ սահմանադրությունն ասում է, որ գործադիր եւ դատական համակարգերը անկախ են, ոչ, ինքը պարտադրում է դատական համակարգին։ Հեռավոր անձրևային օրը 2019 թվականին իր արդյունքն է տալիս եւ իրոք այսօր իր ստեղծած դատական համակարգում հազիվ թե գտնվեն գոնե մի 10 դատավոր կամ թվեր չասեմ, լավ, դատավորների չգիտեմ քանի տոկոսը կհանդգնի Նիկոլ Փաշինյանի հրահանգները չկատարել։ Ու հենց Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից հետո այսօր մեկ էլ ԱԱՑ, ՊՊՑ, չգիտեմ էլ ով, հանկարծ ինչ-որ քրեական գործ հիշեցին, 24 ժամ չանցած, ուղղակի հրահանգից հետո, ուստեղ կա ինչ-որ մեկը բարոյական անհատ, որը կարող է մտածի, որ դա պատահականություն էր, որ մեր իրավապահ համակարգը անջատում է ռադիո, հեռախոս, հեռուստատեսություն եւ տելեգրամ, որպեսզի հանկարծ իր որոշումներում չկրի քաղաքական ղեկավարի հրահանգները։ Կա տենց մեկը, ով չի հասկանում, որ սա հրահանգավորված է։ Պատահական մեկ էլ Վեհափառ Հայրապետը մասնակցում է շվեյցարական խաղաղության նախաձեռնության հանդիպմանը եւ պատահական դանից մի քանի օր հետո սկսում է հակաեկեղեցական արշավը։ Պատահական Սամվել Կարապետյանը խոսում է եկեղեցին պաշտպանելու մասին, մեկ էլ ինչի մասից չմեղադրեցին։ Պատահաբար, լրիվ պատահաբար, ոչ մի կապ չունի, համընկումները լրիվ պատահական են, գեղարվեստական կինոնկար գրված երկրի հակառակ կողմը գրքի սցենարով։ Գագիկ Ծառուկյանը մտնում է քաղաքականություն, խոսում է իր առյուծի մասին, մեկ էլ հոպ առյուծը սատկեց, Գագիկ Ծառուկյանը հայտնվեց բանտում։ Իդեպ շատ հետաքրքիր է, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը ասում է, Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է։ 2026 թվականին ասում է Գագիկ Ծառուկյանը օլիգարխ է։ Պարոն Փաշինյան, այսինքն ձեր օրոք ծնվեցին օլիգարխներ։ Բա դուք խոսում էիք ժողովրդավարությունից, ազատությունից, երբ եք պատասխան տալու, որ ձեր օրոք օլիգարխներ եք բուծել։ Չեք խոստանում, իհարկե չեք խոստանում։ Ինչ մեղադրանքներ ասես Ռոբերտ Քոչարյանին չեն ներկայացրել։ Ինչ ասես։ Սկսած Եռաբլուրը սեփականաշնելուց։ Եռաբլուրն ուր, Տոտա Երևանը ուր։ Հլա աշխարհագրորեն նայեք։ Այս հասկանում եմ, որ ձերոք Եռաբլուրը եռապատկվել է, բայց միևնույնն է Տոյոտա Երևանը Եռաբլուր չի, բայց հնչեղությունա, չէ, Եռաբլուր, Տոյոտա Երևան։ Այո, մենք լավ գիտենք, որ ոչ մի կապ չունի Տոյոտա Երևանի տարածքը Եռաբլուրի հետ։ Մարտի 1 Նիկոլ Փաշինյանը 18 թվականի օգոստոսի 17-ին ասում է մարտի 1-ի գործը ըստ էության բացահայտված է։ Ամեն Աստծո տարի, որ գլխավոր դատախազը գալիս է այստեղ հաշվետվություն տալու ես, ասում եմ, բացահայտված է այդ հերնանիծածը, թե չէ։ Ասում է, դա քաղաքական գնահատականներ, քրեաիրավական գնահատական տալ չեմ կարող։ Այս տարի ասում եմ, Միեդի որոշումը կար։ Միեդն ասում է, պետությունը մեղավոր է, որ մարդ ազողում է։ Իդեպ պետության իրավունքները պետք է պաշտպաներ Նիկոլ Փաշինյանը, բայց չեն պաշտպանել։ Բայց եթե Միեդի որոշումը ձեր համար վերջ,
Ուրեմն փակեք, բայց մի դա չի ասել է այս մարդու պատճառով ասպանվել։ Այս ինչ մարդը։ Բացահայտեք, մենք էլ ենք շահագրգռված, որ բացահայտեք։ Գիտմամ չեք բացահայտում, որ դա դարձնեք քաղաքական շահարկումների առարկա։ Հոկտեմբերի 27-ը ինչ ասես արեցիք։ Նույնիսկ ձեր գործընկեր Արման Բաբաջանյանը գնաց իր այդ հանդիպի։ Տիկին Լուսեն Ավետիսյան, որ դուք ուզենաք գնաք Նայիրի Յունանյանի հետ հանդիպել, ձեզ կթողեն։ Եկեք փորձենք մի հատ։ Բայց Արման Բաբաջանյանին թողեցին։ Բայց մինչև հիմա 8.5 տարի Նիկոլ Փաշինյանը վարչապետը հոկտեմբերի 27-ի գործը չի բացահայտվել։ Մարտի 1, հոկտեմբերի 27, հունվարի 4 անուններ են էլի, թվեր են։ Մայիսի 36, կարևորը այսեն ժողովրդին պահել լարվածության եւ մոլորության մեջ, քաղաքական պատվերներ իջացնել, որևէ մեկը ստեղից չի ասում, որ որևէ հանցագործություն պետք է մնա անպատիժ, թե հոկտեմբերի 27-ը, թե Սոնամ Նացականյանի վրաերթը, իդեպ կթակ այդ ռադիոպերեգավորները, որոնք էլի լրիվ պատահաբար ոնց որ թե Կորան, պատահականությունների երկիր Հայաստան։ Ձեր բոլոր ապօրինությունները հիմնավորում եք, ժողովուրդ ասեց։ Սովետի ժամանակ հիշում եք ոնց էր, պարոն Միքայելյան, պարոն Քոչարյան, իդյա навстречу пожеланиям трудящихся։ Ժողովուրդ աշխատավորներն էին պահանջում, Լենին, Ստալին դրանք ինչ մեղք ունեին։ Ժողովուրդն է պահանջում, այսօր նույնը ձերն է։ Նույնը գերմանացիք էին։ Կա հայտնի ելույթ, Գեբելսի ելույթը, կոչվում է ամբողջական պատերազմի ելույթ, որը հայտնի է վերջի ֆրազը, ժողովուրդը ոտքի կկանգնի եւ կմոլեգնի փոթորիկը։ Այդ ժամ ու կեսանոց ելույթում Գեբելսը 100 անգամից ավել ժողովուրդ բառն է օգտագործել։ Այդտեղ բոլշևիկա նացիստական բռնակալություն եք սարքել։ Դուք միակ մարդն եք, ով հաջողացրել է Օրվելի 1984-ը համատեղել Լեր Կամսարի 1948-ի հետ։ Մեր խմբակցության նրապացույցն է, որ կան ժողովրդի մի հատված, որը ձեր ժողովրդավարության պատկերացումների հետ ունի խորը եւ համապարփակ անհամաձայնություն։ Խորը եւ համապարփակ անհամաձայնություն։ Դուք ժողովրդի թավշյա համաժողովրդական հեղափոխության մասին եք խոսում, ժողովրդին թշնամացրել եք։ Իրար թշնամացել եք, ես համաձայն եմ։ Հավատում եմ, որ ժողովուրդը ձեզանից պահանջում է վենդետա։ Այո, դուք էլ պետք է մեր հետ համաձայնվեք, որ ժողովուրդը մեզանից այլ պահանջ է ուզում, որովհետև երբեք ժողովրդի միջև թշնամանքը այս աստիճանի չի եղել։ Եվ այս մարդը խոսում է 4 հանրապետություն, համերաշխություն, ժողովուրդ, սեր, միություն եւ այլն։ 100 բան էի գրել, որովհետև մտածում եմ ծրագրի շուրջ կնի քննարկումը, հետո Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական ելույթով շեղեց ուշադրությունը, հիմա էլ այսօրվա առավոտյան մասկի շոուն, որ խոսում եք, ասում եք 4-րդ հանրապետությունը, այդ 4 հանրապետությունը արդարության միջավայրի հաստատում անպատժելիություն օլիգարխիայի բացառում, այդ Արցախն է խանգարում, որ դուք օլիգարխիա բացառեք, բայց ձեր օրոք մարդը խոշոր հողատերից ներողություն, սեփականատիրոջից դարձավ օլիգարխ, բայց չկա Արցախը, բա ինչի թողեցիք։ Ասում ենք սահմանադրությունը Ադրբեջանի պահանջն է, ասում է երդվյալ ատենակալներ։ Չէ, երդվյալ ատենակալների մասով, չէ, ձեր իրական Հայաստանի տեսլականը եւ Ադրբեջանի խելոք Հայաստանի տեսլականը զարմանալիորեն իրար համընկնում են, զարմանալիորեն թե սահմանադրության մասով, նույնիսկ տոպոնիմների մասով։ Իդեպ պարոն Փաշինյան, երեք դուք Աշոտ Սարգսյանին վրա հղում արեցիք, գիշերվա իր գրառումը տեսել եք։ Ես անկեղծորեն հույս ունեմ, որ դուք KGB-ն չեք ուղարկի Աշոտ Սարգսյանի հետևից։ Անկեղծորեն։ Բայց մի բանի կուզեմ անդրադառնամ։ Ծրագրից վերջը չմոռանանք, որ հավաքվել են կառավարության ծրագիրը քննարկելու համար։ Իդեպ ձեր կառավարության եւ ազգային ժողովի մտածելակերպի մասին։ Այս ուխտը դնում եք կայքի վրա, մարդիկ տպում են, հետո տպում եք այդ գրքույկները։ Ափսոս չէ ժողովրդի փողը։ Եք մսխում։ Ուրեմն ստեղ գրած է խաղաղության անվտանգության միակ գործոնը եւ հուսալի երաշխիքն է։ Ոչ, անվտանգությունն է խաղաղության երաշխիքը։ Եվ վերջի կետը, որ էլի կուզեմ անդրադառնամ։ Զինված ուժերը արտաքին անվտանգության ապահովման պահեստային գործիք են Ֆլանկստան, զինված ուժերը Հայաստանի տարածքից դուրս չպետք է գան։ Ես երկար փնտրեցի
թե այլ որ երկրում է այս պահանջը դրած։ Կոստարիկան ընդհանրապես բանակ չունի, Բելարուսը, ինչա Բելարուսը դա արա, ես չգիտեմ, Բելարուսի նախագահան ձեր ընկերն է, հիշում եք, որ ասում են, դա ամբողջը, это все бывший, а теперь бедный Никол Ваваевич, это все расхлебывает։ Մի հատ խնդրեմ իրան հարցրեք, ինչա ինքը արգելում իր բանակը օրինակ երկրից դուրս գալ։ Բայց ամենակարևորը Ճապոնիայի համանդրության 9-րդ կետն է, որտեղ կա իմպերատիվ պահանջ, որ Ճապոնիայի ինքնապաշտպանական Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը իրավունք չունեն Ճապոնիայից դուրս գան։ Բայց դա կապիտուլյացիայի պահանջն էր։ Դա դաշնակից ուժերի Ճապոնիային ներկայացված կապիտուլյացիայի պահանջն էր։ Հիմա այն մատեք Հայաստանի հետ եւ հորիզոնականներ տարեք։ Եվ կտեսնեք, թե ինչպես եղավ, որ Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանը եւ Ադրբեջանի պատկերացած իրական Հայաստանը այդքան իրար նման են։